Այսօր սպասվում է այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Կանխատեսումները ցույց են տալիս փոթորիկների G3-ից G4 միջակայքում, այսինքն դրանք տատանվում են ուժեղից մինչև շատ ուժեղ։ Օրվա ընթացքում վերահաշվարկի դեպքում այս միջակայքը հավանաբար կտեղափոխվի G4-ից G5, այսինքն ծայրահեղ ուժեղ միջակայք։ Սա նշանակում է, որ երկրի մագնիսական դաշտում առաջացած խանգարումները կարող են զգալի ազդեցություն ունենալ ինչպես տեխնիկական համակարգերի, այնպես էլ մարդու ինքնազգացողության վրա։ Ինչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը։ Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա։ Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում։ Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ, առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում, մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում։